Այժմ մեծարգո պարոն Սահակյան, ձեր արտահերգելույթի իրավունքն է, հարգելի պատգամավորներ, ձայնը տրվում է շատ սիրելի ու շատ հարգելի մեր ազգային ժողովի նախագահ պարոն Գալուստ Սահակյանին, իսկ պարոն Սահակյանից հետո ելույթ կունենա հանձնաժողովի նախագահ պարոն Գագիկ Մինասյանը։ Հարգելի պատգամավորներ եւ կառավարության անդամներ, իդեպ ասեմ, մեզ մոտ հենց այդպես է, եթե ընդդիմություն է, միշտ պիտի խոսի այնպես, որ ամեն ինչ շատ լավ չէ, որ հարկավոր է բանալի ճարել, նորից սկսել, գնալ առաջ, բայց նաև ասեմ հետևյալը, որ կառավարության ծրագիրը եւ վարչապետի խոսքից ավել որևէ մեկը որևիցե բան չկարողացավ ասել։ Այդ ամեն ինչը կառավարությունը կարողացել է ծրագրավորել եւ այստեղ եւ ընդհանրապես եւ խոսք է լինում կառավարության անդամները իրենք են ասում։ Նախքան իմ ելույթի բովանդակային մասին անցնելը ցանկանայի շնորհակալություն հայտնել ազգային ժողովի բոլոր խմբակցություններին ու անհատ պատգամավորներին 2014 թվականի պետական բյուջեի նախագծի շահագրգիռ քննադատական եւ համակողմանի քննարկումների համար։ Պետական բյուջեի նախագիծն արտացոլում է հանրապետության առկա քաղաքական, սոցիալական ու տնտեսական իրավիճակը եւ միևնույն ժամանակ նշում զարգացման ուղիներն առաջիկա ժամանակահատվածում։ Հենց այդ կարևորությամբ էլ պայմանավորված էին ազգային ժողովում տեղի ունեցած շահագրգիռ քննարկումները քաղաքական տարբեր ուժերի եւ անհատ պատգամավորների մասնակցությամբ։ 2017 թվականին պլանավորվող հարկաբյուջետային հիմնական ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք բավականաչափ հուսադրող են եւ կառավարության ծրագրի իրականացման պարագայում որոշակի նախադրյալներ կստեղծեն տնտեսական աճի կայուն տեմպերի ապահովման համար։ Մասնավորապես, առաջիկա տարում ըստ պետական բյուջեի նախագծի տնտեսական աճը կկազմի 3,2%, արդյունաբերությունը կաճի 5%-ով, գյուղատնտեսությունը 4%-ով, ծառայությունների ոլորտը 2,8%-ով։ Իհարկե, զարգացման նման մակարդակը դեռևս չի կարող բավարար լինել տնտեսական արագ առաջընթացի համար, սակայն այն հնարավորություն է տալիս ստեղծել որոշակի հիմք տնտեսության բնականon գործունեության ապահովման եւ հետագա զարգացման համար։ Զերծ մնալով վերջին տարիներին գրանցված դրական զարգացումների արձանագրումից ցանկանում եմ հիմնական ուշադրությունը հրավիրել առաջիկա տարվա ընթացքում մեր հիմնական ալերիկների եւ քայլերի վրա։ Կարծում եմ 2017 թվականի պետական բյուջեի նախագիծն արտացոլում է մեր երկրում առկա տարաբնույթ խնդիրները եւ դրանց լուծման հնարավորությունները։ Մենք գիտակցում ենք, որ մեր ֆինանսական հնարավորությունները դեռևս բավարար չեն գոյություն ունեցող բոլոր հիմնախնդիրների համապարփակ եւ ամբողջական լուծման համար։ Սակայն միևնույն ժամանակ համոզված ենք, որ առկա բյուջետային միջոցներն առավելագույն արդյունավետությամբ օգտագործելով կկարողանանք շոշափելի առաջընթաց ապահովել հանրապետությունում գոյություն ունեցող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ։ Կառավարության քաղաքականությունը պետք է ուղղված լինի բնակչության կենսամակարդակի շարունակական բարելավմանը, որն ապահովելու համար պարտավոր ենք համատեղ գործադրել մեր բոլոր հնարավորություններն ու ջանքերը։ Պետք է միջոցներ ձեռնարկել սոցիալական հիմնահարցերի լուծման, բնակչության սոցիալապես խոցելի խավերի առավել արդյունավետ պաշտպանության եւ սոցիալական աջակցության մատչելիության ապահովման ուղղությամբ։ Մեր կարևորագույն խնդիրներից մեկն էլ երկրի ողջ ներուժի արդյունավետ օգտագործումն է հասարակության լայն շերտերի ներգրավմամբ։ Երկրում կուտակված բազմաբնույթ հիմնախնդիրների լուծումը պահանջում է տնտեսական ծավալուն բարեփոխումների իրականացում, առաջին հերթին ավելի ազատ մրցակցային դաշտի ձևավորման եւ գործարար միջավայրի բարելավման նպատակով։ Մենք պետք է ստեղծենք համապատասխան պայմաններ,
որպեսզի ձեռնարկատիրական հակումներ ունեցող յուրաքանչյուր ոք հնարավորություն ունենա իրացնել իր գործարար ներուժը, զերծ մնալով բյուրոկրատական քաշքշուկից ու պետական մարմինների անհարկի միջամտությունից եւ այս ուղղությամբ առաջին քայլերը կարծում եմ տեսանելի են բոլորի համար։ Գնահատանքի են արժանի վերջին տարիներին տնտեսական կայունության ապահովման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացված քայլերը։ Չնայած արտաքին անբարենպաստ միջավայրին մեր երկիրը խուսափեց ցնցումներից եւ ոչ ցանկալի տնտեսական ու սոցիալական զարգացումներից։ Իհարկե, արձանագրված արդյունքները չեն կարող բավարար համարվել կայուն եւ երկարաժամկետ տնտեսական աճի ապահովման համար։ Մենք դա գիտակցում ենք եւ հաստատակամ ենք անհրաժեշտ քայլերի իրականացման միջոցով ապահովել այդ խնդրի լուծման համար անհրաժեշտ նախադրյալներ։ Մենք չպետք է բավարարվենք ձեռք բերածով, այլ պետք է շարունակենք նոր ծրագրեր իրականացնել երկրում տնտեսական նոր որակի աճի ապահովման համար։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր վրա զգա իրականացվող բարեփոխումների դրական ազդեցությունը։ Գործարար աշխարհի յուրաքանչյուր ներկայացուցիչ պետք է զգա իշխանությունների հաստատակամությունը եւ պատրաստակամությունը իրեն աջակցելու եւ գործնեության համար բարենպաստ միջավայր ստեղծելու գործում։ Մեր հիմնական խնդիրն է նոր լուծումների եւ մոտեցումների մշտական միջոցով հասնել կայուն զարգացման եւ ավելի ամրապնդել Հայաստանի դիրքերը տարածաշրջանում։ Հատկապես ուզում եմ կարևորել երկրում սոցիալական համերաշխության ապահովումը, որը իմ խորին համոզմամբ անհրաժեշտ երաշխիք է քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների սահուն ընթացքի ապահովման համար։ Դա առաջին հերթին ենթադրում է նոր մոտեցումներ սոցիալական խնդիրներին, հիմնական շեշտը դնելով արդարացի եւ հասարակական սոցիալական աջակցության վրա։ Հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է ուղղված լինի ինչպես պետական եկամուտների հավաքագրման մակարդակի բարձրացմանը, այնպես էլ դրանց հաշվին իրականացվող պետական ծախսերի արդյունավետության ապահովմանը։ Պետական մարմինները պետք է ապահովեն առավելագույն արդյունք յուրաքանչյուր ծախսված բյուջետային միջոցից։ Այսօր քան երբևէ ստեղծված տնտեսական իրավիճակը մեզանից պահանջում է պետական միջոցների ավելի ռացիոնալ եւ նպատակային օգտագործում համապատասխան մեխանիզմների ներդրման բացառելով բյուջետային միջոցների անարդյունավետ օգտագործումը, առավել եւս փոշիացումը։ Ինչպես հիշում եք, հենց այս մոտեցումների վրա էր կառուցված նաեւ կառավարության ծրագիրը, որը մենք հավանության արժանացրեցինք բոլորովին վերջերս։ Գաղտնիք չէ, որ կառավարության առջև ծառացած կարևոր խնդիրներից մեկը ներդրումային միջավայրի հետագա բարելավումն է եւ նոր ներդրումների ներգրավումը։ Իհարկե, 2017 թվականի կանխատեսվող 3.2% տնտեսական աճի ցուցանիշը հարաբերականորեն վատ ցուցանիշ չէ եւ կարող է որոշակի հիմք հանդիսանել տնտեսության զարգացման նախադրյալների ձևավորման համար։ Սակայն մենք հասկանում ենք, որ նման մակարդակը բավարար չի հասնելու մեր հավակնություններին համարժեք սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակին։ Այս առումով լրացուցիչ քայլեր պետք է իրականացնել գործարար միջավայրի բարելավման եւ ներդրումների ներգրավման ուղղությամբ։ Առավել քան վստահ եմ, որ չնայած մեր ունեցած դժվարություններին, մեր երկիրն ունի մի շարք առավելություններ, որոնց բացահայտումը եւ ճիշտ ներկայացումը կարող են Հայաստանը գրավիչ դարձնել օտարերկրյա ներդրողների համար։ Հարկ եմ համարում նշել, որ երկրի տնտեսական առաջընթացի ապահովման կարևոր երաշխիքներից մեկը տնտեսական գործունեության իրականացման եւ ընդլայնման հեռանկարների առկայությունն է։ Դա պահանջում է տնտեսվարող սուբյեկտներին, այդ թվում փոքր եւ միջին ձեռնարկություններին անհրաժեշտ օժանդակություն եւ աջակցություն ցուցաբերում։ Պետք է գործուն մեխանիզմներ ներդնել պետության մասնավոր հատված համագործակցության խորացման ուղղությամբ, ինչն էականորեն կնպաստի վերոնշյալ խնդիրների լուծմանը։
Հարգելի պատգամավորներ, ամփոփելով ցանկանում եմ ընդգծել, որ 2017 թվականի պետական բյուջեի նախագիծը հնարավորություն է տալիս ապահովել բավարար երաշխիքներ առկա խնդիրների լուծման համար։ Ուստի կոչ եմ անում կողմ քվեարկել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին եւ այդ կերպ աջակցել կառավարության գործունեության արդյունավետության իրականացմանը։ Բնականաբար շնորհակալություն, խոսքը վերաբերվում է նաեւ ընդդիմությանը։ Ընդդիմությունը պետք է միշտ ոտքի վրա կանգնի, եւ որովհետեւ առաջիկայում ընտրություններ են, այն բալանիները, այն ուղղորդող գործիքները, որ ունեք, ընտրությունների ընթացքում ասեք, միգուցե դուք էլ գաք իշխանության։ Շնորհակալություն։